Ողջույն, 24-ի եթերում կրկին ռանդևուն է։ Այս երեկո զրուցակիցս դերասանուհի, տաղանդաշատ հայուհի Ալինա Արայանն է։ Բարի երեկո, Ալինա։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այս երեկո հենց դուք եք իմ տաղավարում։ Համեցեք։ Այսօր մեր հեռուստաէկրաններին մենք տեսնում ենք կամ հեշտ ընկալելի պրոդուկցիա, կամ բակային, չեմ վախենա ասել, փողոցային կրիմինալ տարեր պարունակող ֆիլմեր։ Ինչու եկանք այդ կետին, երբվանից սկսեց մեր հեռուստապրոդուկցիան ավելի էդ ուղով գնալ։ Չեմ կարող ասել ինչից է դա, բայց մի բան եմ նկատել, որ գնում է դեպի դեգրադացում։ Մանկապարտեզներից մենք պիտի երեխաներին սովորեցնենք ովքեր են մեր հերոսները։ Սկսենք դեռ այդտեղից։ Դե խոսել ենք այդ մասին։ Նույնը ֆիլմերում պիտի լինի։ Ֆիլմ պիտի ունենանք Արշավիր Շիրակյանի մասին, ում շատ քչերն են ճանաչում եւ դա շատ ցավալի է։ Սողոմոն Թելերյանին գիտեն, բայց Արշավիր Շիրակյանին շատ քչերը գիտեն։ Եվ ամուսինս խոսեց իր ընկերներից մեկի հետ, ով շատ տաղանդավոր պրոդյուսեր է, ու պիտի այդ ֆիլմը լինի շուտով։ Հրաշալի։ Այո։ Նաեւ խոսքս ուղղելով հակառակ կողմի, պրոդյուսերների, ռեժիսորների կողմից այսպես կոչված հանդես կամ նրանք ասում են, որ այդ ամենն այսօր պահանջվածություն չունի։ Գիտեք ոնց է, տեսեք, ճիշտը ոչ թե պահանջարկ չունենալն է, ճիշտը դու պիտի դաստիարակես, դու պիտի կրթես։ TV-ն պետքա կրթի երեխաներին, դեռահասներին, դու ինչ ցույց տաս, ժողովուրդը դա կնայի, կընկալի եւ կընդունի։ Եթե դու ցույց ես տալիս շատ էժանագին բաներ, դրանք սովորելու են երեխաները։ Միանգամից ներքաշում են։ Սպունգ են, քաշում են այդ ամեն ինչ։ Դու պիտի լավ պրոդուկտ ցույց տաս, դու պիտի հայրենասիրություն սրսկես, ներարկես հայրենասիրություն ֆիլմերում, ամենտեղ դա պետքա լինի մանկապարտեզից։ Հիմա այսպես հարցը ստամ։ Այս պարագայում ինչու հանգեցինք այս կետին, երբ մեր հայրենասիրական երգերը կարող են ուղղակիորեն դադարեցվել եւ ասել դա պատմական Հայաստանի մասին երգա, դա չենք երգում, իրականի մասին ենք երգում։ Ինձ համար իրական Հայաստան, պատմական Հայաստան, դա Արևմտյան Հայաստանն է։ Ծովից ծով Հայաստանն է, այն Հայաստանն է, որը ունեցել է 3 ծովեր։ Այն տարածքներն են, դուք գիտեք, որ Պաղեստինը եւս մերն է եղել, հիմիկվա Իսրայելը եւս մերն է եղել, հայերինս է եղել։ Այդ տարածքում ես եղել եմ Իսրայելում։ Եւ երբ քայլում էի, գրվածքներ կան հայերեն։ Ամենտեղ է հայեր են գրված։ Ամենտեղ ու հիացմունքս էր, որ Սուրբ Տաճար էի մտել Հիսուսի, այնտեղ գետնի վրա նայում եմ մոզաիկաները հայերեն, Մեսրոպ Մաշտոցյան տառերն է։ Ամենտեղ է հայերեն։ Ամենտեղ ու դա ինձ ուրախացնում է, որ այդ տարածքներն էլ ամեր եղել։ Մենք հզոր ազգ ենք, ինչի մասին է խոսքը։ Ինձ թվում է ձուկը գլխից է փտում։ Պետքա վերևը շտկվի, որ հետո սենց սիրուն դարակներով դասավորվի, ամեն մեկը իր տեղում լինի։ Այս երկրում վատը գիտեք որն է, որ ոչ մեկ իր տեղում չի։ Ոչ մի բան իր տեղում չի։ Ասում էիք պետք է հերոսների մասին ֆիլմեր նկարահանվի։ Ցավոք սրտի մեր գործող իշխանությունները հայտարարել են, որ իրական հերոսը հարկ վճարողն է։ Հիմա ինչ հարկ վճարողի մասին ֆիլմ նկարենք։ Վերածնունդ լինելու է Հայաստանում։ Մեր իշխանությունը Հայաստանի լինելու է իրական հայ։ Իշխանության գլխին լինելու է հայ։ Բարիզմուն իմաստով։ Մեծ հայ, հայրենասեր, Հայաստան սիրող, հային հարգող հայ պիտի լինի, որ նման բան չասի։ Նույն 18 թվականին, երբ փողոցում հրապարակները եռում էին, իթիվս այլ քաղաքացիների դուք եւս այնտեղ էիք, վաղվա օրվա գալիքի սպասում։ Շատերս ենք այնտեղ, շատ հայեր, շատ մշակույթի գործիչներ, երգիչներ, երգահաններ, շատ։ Մենք բոլորս հավատում էինք, որ մեր երկրում գալու է շատ սիրուն ժամանակաշրջան։ Մենք չէինք պատկերացնում, որ այսպիսի բան է լինել։ Երբ ետ կանգնեցիք այդ միտումներից, երբ հասկացաք, որ խաբված եք։ Շատ շուտ կարելի ասել։ Ամուսինս դա հասկացավ հենց 18 թվականի հոկտեմբեր, նոյեմբերից կարծեմ, մենք հասկացանք, որ չէ, սա այն չի։ Որն էր այդ կետը, որ այդ սթափությանը բերեց։ Որն էր այդ կետը։ Ինձ թվում է հենց անալիտիկ ուղեղ ունենալն է, մտածելակերպդ։
երբ որ դասավորում ես, շտկում ես։ Գիտեք, այդ օրերին 18 թվականին բոլորս որ շատ ուրախ, մեկը մյուսին տեսնում էր փողոցում, շնորհավորում էր, հետո սկսեցինք արդեն հասկանալ, որ չէ, սա ստեղ մի բան այն չի, նորմալ չի սա։ Հասկանում եք, այդ է խնդիրը։ Որ մի իրական հայը չի ուզի իր սեփական երկիրը ծաղկի, որ մեկը։ Դե բնականաբար, բայց այսօր մեզ այլ բան է ասվում։ Շատ բան կարող է ասվի մեզ։ Չէ որ երկրի ղեկավարը դա ծառայ է ժողովրդին։ Եթե դու ծնողի նման չես սիրում քո ժողովրդին, եթե դու չես սիրում։ Ես սիրում, եմ սիրում, որ չեմ ուզում ձեզ կոտորեմ։ Լավ չի, ինչ բան ասում եք մարդը։ Այսինքն չեմ ուզում ձեզ կոտորեմ։ Ասում եմ, եթե ես գնամ, գալու են մարդիկ, որի արդյունքում պատերազմ է լինելու։ Ես մնում եմ։ Լավ, համաձայն եմ, մի րոպե։ Այս վերջերս խոսում էր կրկնություն էր դա։ Ասում էր կարող էր այս ամեն ինչը լինել առանց զոհերի։ Այդ դեպքում ինչի եղավ։ Ինչի եղավ, բա, ինչի թույլ տվեցիր։ Եվ գիտեք խնդիրը ինչումն է, որ ժողովուրդը պիտի ոտքի կանգնի։ Մենք ենք ընտրում ղեկավարին, չէ՞։ Լավ չի պահում իրեն, հայեցի չի պահում, հայ չի։ Նորմալ մարդ չի սիրում հային ու Հայաստան։ Ուրեմն մենք փոխում ենք իրան։ Բա ինչի չեն փոխում։ Ինչի հասարակության մի հատված կա, որ կարծես թմբիրի մեջ լինի։ Չեմ կարող ասել։ Այդ արթնություն պիտի ապրի, արթնություն է պետք ժողովրդի մեջ։ Այ որ զանգերը տրվեր եկեղեցիների, ես քանի տարի խնդրում եմ, էլ ստատուս եմ գրում, մեսենջերով եմ գրում, էլ նամակներ կաթողիկոսին մեր։ Խնդրում եմ, որ զանգերը տա։ Երբ որ զանգերը հնչի եկեղեցու, ժողովուրդը արթնություն է ապրելու։ Միառժամանակ նույն վարքյանին զանգերը հնչում է։ Հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք, այդ գիտեք ինչա զոր բան է։ Զարթոնք է ապրելու ժողովուրդը։ Դե այդ պարագայում էլ առանց այն էլ մեր օրերում թիրախավորված է եկեղեցին, կրկին ասելու են, որ եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ։ Դա քաղաքականություն չի, նախ քաղաքականությունը շատ շուտվանից բնակվում է։ Ասում են քաղաքականությունը շատ շուտվանից բնակվում է բոլորի տներում։ Հավատացած եղեք։ Երբ ինչու մեկի հետ խոսում ես, ասում ես, գիտես ինչ, պիտի դուրս գանք փողոց, մի բան պիտի արվի, որ երկիրը փրկվի, Հայաստանը կախված է մազից, ասում է, ով աման, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, հանգիստ թողն։ Ասում լսի, սիրելիս, ինչ քաղաքականության մասին է խոսքը։ Դու երկիրդ ես կորցնում։ Դու ուզում ես դառնաս քոչվոր։ Ու պատասխանը։ Ինձ հանգիստ թողեք։ Իսկ այդ նույն մարդիկ հիմա հակադարձելով, հա, իրենց 18 թվին ինչի էին զբաղվում քաղաքականությամբ։ Չգիտեմ, ես էլ եմ այդ հարցը տալիս, բա 18 թվին ինչի էիք դուրս գալիս։ Ինչն է փոխվել։ Նրանցից շատերը այսօր երբ խոսում ենք նույնիսկ մեղադրական տոնով ասում ենք, այ դուք էիք 18 թվականին, բոլորը կարծես թե հերքում են իրենց մասնակցությունը։ Վստահաբար դուք էլ եք պատահել նման մարդկանց։ Այո, ինձ էլ են հանդիպել։ Լավ, որ ում ասում են մենք չենք։ Բա հետո է հրապարակում։ Չէ, գիտեք, կամերաները հո չեն ստում, այդ ամեն ինչը նկարահանված է։ Ինչի են այդպես հերքում իրենց մասնակցությունը։ Ամոթն է։ Գուցե։ Բայց ժողովուրդը չպիտի ամաչի։ Ժողովուրդը չպիտի ոչ մի բանից ամաչի, որովհետև ժողովրդին խաբել են։ Ժողովուրդը խաբված է դուրս եկել, ոչ թե դա սխալ համոզմունք է։ Ժողովրդին խաբել են։ Ժողովուրդը ինչ մեղք ունի, որ ղեկավարը խաբել է։ Լավ, ժողովուրդը մեղք չունի, որ իրեն խաբել են։ Այս ամբողջ ընթացքում մենք տեսանք այն արհավիրքները, որ եկան մեր գլխին։ Դրան զուգահեռ ավելի կարող է թվալ ասածս պակաս կարևորություն, բայց ինձ համար առավել մեծ կարևորություն ունեցող խնդիրներ։ Փակում են մշակութային օջախներ, վերանում են պետական ինստիտուտներ, կոչումների ինստիտուտ։ Դրան զուգահեռ տեսնում ենք մեր արվեստի գործիչների որոշ հատվածի քարելեղություն։ Դա ինչպես է բացատրում։ Ես դա այսպես կբացատրեմ, տեսեք, իմ ԴՆԹ-ն հայ գենը շատ ուժեղ է, ես չեմ կարող լռել, քանի որ ես լավ գիտեմ իմ պապերի պատմությունը։ Իմ հորական կողմը, հորս տատը եղել է Սասունից, Դարվորիկից, ու իր անունը եղել է Կայսրուհի։ Ես միշտ հիշում եմ պատմածները Կայսրուհու, շատ հզոր կին էր։ Հորս պապը Երեմյան եղել է Կարսից։ Նա նույնպես ինձ պատմել է, ես փոքրուց դրանով եմ մեծացել, հասկանում եք, մորական կողմս Մշից է։ Մորական կողմս եղել են քահանաներ, Տեր Կարապետյանները։
Ես մի պատմություն պատմեմ փոքր, ուրեմն երբ թուրքը մտնում է ու բոլորին հավաքում է, եկեղեցու մեջ դուրը փակում է իրանց վրա ու սուրբ գրքերը վառում է խարույկասարքում մեջ, այդ ժամանակ գրքերը լցնում են խարույկի մեջ, որ վառեն քահանաներին նույնպես, մորս ցերնոտը։ Վերջին գիրքը, որ դնում են, լինում է Նարեկացի, Սուրբ Նարեկը, այդ գիրքը թռնում է եկեղեցու կտուրը, իրանց աչքի դեմը թուրքի, ու թուրքերը այդ ժամանակ ծնկում են, գոռում են Ալլահ ու փախնում են, տենց փրկվում է գենը, և այդ գիրքը մինչ այսօր կա, Նարեկացին, հավատում եք, որ ինքը չի այրվել կրակի մեջ, դա աստվածային զորությունն է, հիմա դուք ինձ ասեք, որ ես չմտածեմ իմ գենի մասին, իմ հայրենիքի մասին, ես չեմ կարող։ Խաբլիցի, ես նման բան չեմ ասում։ Էդ եմ ասում, երբ գենը քո մեջ խոսում է, երբ դու զգում ես, որ դու հայ ես ու իրական հայ ես, Արա Գեղեցիկի տոհմին է պատկանում, Արայանը։ Դե ամուսնուս էլ ասեք, թող չզբաղվի իր հայրենիքով, թող մոռանա, նորից գնա գեղանկարչությամբ զբաղվի, չի կարող, ես էլ չեմ կարող։ Սա իմ հայրենիքն է, սա իմ տունն է, այստեղ իմ պապերն են ապրել։ Արևմտյան Հայաստանը մերն է։ Ու ես հավատում եմ, որ այդ օրը գալու է։ Մենք վերադառնալու ենք մեր պապական հողերը։ Վերադարձվելու է մեզ ամեն բան, որովհետև հայը Աստծո ընտրյալ ազգն է։ Մենք ենք առաջնեկը Աստծո։ Կա մի ազգ, որը ասում է, որ իրանք են Անդրանիկը, բայց ոչ, դա մենք ենք, դա հայն է։ Մենք տեսնելու ենք այդ վերադարձը։ Մենք տեսնելու ենք դա, այո։ Մենք տեսնելու ենք դա, այո։ Աստված։ Որովհետև մենք Աստծո Անդրանիկն ենք, մենք հայերս Աստծո երեխեքն ենք։ Եվ տեսեք, մի փոքրիկ բան ասեմ, նայեք, ինչի եմ համոզված, էլի։ Բաբելոն չկա, Ասորեստան չկա, Արմենիա կա, ու Արմենիան ապրելու է։ Արմենիան եղել է, կա ու լինելու է միշտ։ Դա բոլորին իմանա, բոլոր ազգերը։ Ու մեզանից ազգերը ունեն սովորելու։ Մեզանից ունեն սովորելու մշակույթ, մարդկություն, սեր, հարգանք։ Դա հայից պիտի սովորեն բոլոր ազգերը։ Ջերմություն, մեկը մյուսի հանդեպ հոգատարություն, դա հայից պիտի սովորի։ Բայց այսօր այդ հոգատարությունը կարծեմ թե հենց մեզ է պակասում։ Հենց մեզ է պակասում, այո, հայը հայի համար կյանք է տվել։ Հայ նման հյուրասեր ժողովուրդ ես չեմ տեսել, ոչ մի ազգի մեջ չեմ նկատել։ Բայց հիմա այդ ցիերով բաժանումների արդյունքում կարծես թե արդեն ոչ թե բաժանում է, այլ ատելությանը կարող է։ Դե պիտի մենք ամեն մեկս այսպես աշխատենք բոլորի հետ։ Անհատապես պիտի աշխատենք, պիտի ֆիլմերով դաստիարակվեն։ Ֆիլմեր պիտի նկարվեն, ոնց պիտի հայը հային բարձրացնի, ոչ թե գցի։ Հասկանում եք, մանկապարտեզներից, ինչի եմ ասում, մանկապարտեզից պիտի մեր հերոսների մասին իմանան երեխեքը։ Նժդեի մասին պիտի իմանան, Անդրանիկ, բոլորի մասին պիտի իմանան։ Դպրոցներով, մանկապարտեզներով կրթական համակարգը պիտի շտկվի, մշակույթը պիտի վերականգնվի, իսկ մեր մշակույթը վիժեցման է։ Մշակույթը պիտի վերականգնվի։ Այսօր մշակույթը ունի պետական հոգացություն։ Շփվելով ձեր ընկերների հետ։ Ոչ։ Թուրքը Ատիլայի ցեղը, քոչվորների ցեղը ֆիլմ էր նկարել Վելիկալեպնի վեկ, որը թարգմանվեց տարբեր լեզուներով եւ աշխարհին համոզեցին, որ իրենք շատ կիրթ ազգ են։ Մենք ունենալով հզոր թագավորներ, թագուհիներ, ոչ մի ֆիլմ չունենք, ինչի չունի հայը։ Նման ֆիլմեր, չէ՞ որ մերը իրականություն է, հորինվածք չի, չէ՞։ Ինչի մենք չունենք նման ֆիլմեր, ինչի մենք չենք աշխարհին քարոզում, մենք ով ենք, ինչի համար։ Դա էլ մեր պետական քաղաքականությունն է։ Դրա համար պիտի փոխվի ձուկը գլխից ապտում։ Պիտի ժողովուրդը ոտքի կանգնի, պիտի բոլորս միաբան դառնանք, մեկ ուժ դառնանք, զարթոնք պիտի ապրի Հայաստանը։ Այդ ժամանակ կգա հայի փրկությունը, եւ ի վերջո մենք պիտի շուռ գանք դեպի մեր Աստվածը։ Մենք ուրացել ենք Աստծուն։ Մենք անունով քրիստոնյա ենք, բայց մենք քրիստոնյա չենք։ Ես չգիտեմ, մենք հեթանոս ենք, քրիստոնյա ենք, մենք ով ենք։ Մեր մեջ սերը պակասել է։ Հասկանում եք, այդ է խնդիրը։ Մենք պիտի լինենք հանդուրժող, մեկս մյուսի հանդեպ սիրող, սեր։ Հայ իրական հայ մասին եմ խոսում, ոչ թե հանդուրժենք, սխալ չհասկանաք։ Այդ է պակասում մեր մեջ։ Երբ որ մենք մեկս մյուսին գնահատենք, ասենք այս է իմ հայն է։ Իրական հայն է։ Եվ զարթնենք,
Փրկությունը կգա Հայաստանի, հավատացած եք, շատ շուտ։ Մի անգամ ասել եք, որ հաճախում եք միայն քանաքեռի մատուր։ Այո։ Ուրիշ ոչ մի եկեղեցի չեք գնում։ Ինչու՞։ Ոչ մի եկեղեցի առաքելական գնում եմ, ուղղակի այդ մատուրը քանաքեռի ամենափրկիչը շատ հոգեհարազատ է ինձ։ Չի եղել մի խնդրվածք, որ ես այդտեղ սրտով կպնեմ իմ հորը ու չստանամ պատասխանը։ Չնայած ասեմ, որ Աստված ամենուր է կա, Աստված նախապրում է իմ սրտում։ Ես տաննել եմ խոսում իմ հոր հետ, իմ արարչին խնդրում եմ ինչ պետք է, բայց այդ մատուրը շատ հոգեհարազատ է ինձ քանաքեռի, շատ։ Գալով արդեն մեր հասարակության ամենասիրելի թեմաներին անձնականին ձեր տնտեսության։ Արդեն կայացած անուն հայտնի մարդ մայր Ալինա Մարտիրոսյանը որոշեց կրկին ամուսնանալ ու կյանքը կապել տաղանդաշատ եղանակարիչ Կարեն Արայանի հետ։ Այդ շրջանում, երբ եկաք այդ որոշմանը, Կարենի անունը լսելիս հասարակությունը երկփեղկված էր։ Մի մասը բնութագրում էր նրան իբրև տաղանդաշատ, դաստիարակված, գիրտ, խոհեմ անձնավորության, մի մասը որոշակի պատճառներից ելնելով այլ կերպ էր նայում, վերապահումով էր մոտենում։ Արդյոք ձեզ համար այդ կարծիքների բախումը վախեցնող չէր։ Բոլորովին վախեցնող չէր, քանի որ ոչ մեկ ապահովագրված չի, թե վաղը իր գլխին ինչ կսարքեն։ Այդքանով բավարար ենք։ Շնորհակալություն անկեղծ զրույցի համար, ռանդևուի այս հատվածում բլից։ Ինչի համար եք ափսոսում։ Ոչ մի բան։ Եթե հնարավորություն ունենայիք ձեր կյանքի որոշակի շրջան խմբագրել, կտրել ու դեն նետել, որը կլիներ։ Դա ձեզ չեմ ասի։ Բամ կասեք։ Ոչ մեկին։ Կա մարդով գիտի ձեր մասին ամեն ինչ։ Այո։ Ով։ Ամուսինս։ Ամեն ինչ։ Այո։ Շատ սառնասիրտ եւ ֆիլմային Ալինայի եմ այս պահին արչեւ տեսնում, հա։ Այն գորոզ։ Երբ եք վերջին անգամ արտասվել։ Մի շաբաթ առաջ։ Ինչու։ Ֆիլմ էի նայում։ Ալինա, կա մարդ, ում կուզեիք ասել ինչ-որ բան, բայց ցավոք չեք հասցրել։ Պապիկիս, մորակա։ Ինչ կասեիք։ Մորականը պապիս խենթի պես սիրել է։ Ինքն էլ ինձ։ Ու միշտ սարի աղջիկներ երկու։ Սարի աղջիկ օյ, կարի աղջիկ օյ, կար սիր աղջիկ։ Ինչ չհասցրեցիք ասել։ Ու շատ եմ սիրում իրան։ Եվս մեկ անգամ ներողություն հուզելու համար։ Ռանդևուի շրջանակներում իմ նախորդ հյուրը մշտապես հարց է տալիս հաջորդ հյուրին, չիմանալով նրա ով լինելը։ Նախորդ հյուրս հանրապետության վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանն էր։ Լսենք Շուշանի հարցը, վերադառնանք պատասխանելու։ Առանց Արցախ լավ է։ Ոնց եք ապրում առանց Արցախ։ Դժվար հարց եմ տալիս, չգիտեմ։ Ամեն առավոտ երբ որ արթնանում ես, ու գիտակցում ես թե ով է քո կարգավիճակը որոշում, ամոթից գետինն ես մտնում։ Ես վիրավորվում եմ, ամեն առավոտ վիրավորված արթնանում ես։ Որ տեսնում ես, ասենք նախորդ օրը իր հարց պատասխանի իր վարքը, այդ խեղկատակությունը։ Այդ խեղկատակը որոշում է իմ կարգավիճակը։ Այդ խեղկատակը որոշել է, որ հազարամյակներ շարունակ գոյություն ունեցող Արցախ առաջին անգամ պիտի առանց Արցախցու ապրի։ Նախ ողջունում եմ Շուշանին։ Առանց Արցախ դա ասելու բան չի, դա իհարկե դաժան է։ Արցախցին պիտի վերադառնա իր տունը։ Արցախցուն վերադարձնելու են իր տունը։ Լինելու է դա։ Ես ասում եմ, չէ, լինելու է վերադարձ։ Այն, որ ասում եմ մեծ հայքը մեզ է լինելու, դրա մեջ Արցախն է լինելու։ Արցախցին պիտի վերադառնա իր տուն։ Առանց Արցախ չկա Հայաստան, աշխարհ։ Աստված։ Ու ձեր հարցը իմ հաջորդ հյուրին ալու։ Հարցս այսպիսին է, հաջորդ հյուրին։ Մեծ հայքը իրական Հայաստանն է, թե պատմական Հայաստանն է եւ ինչի ես դու պատրաստ վերադարձնելու
Հայքը հայերեն։ Շնորհակալ եմ անկեղծ, էմոցիոնալ ու ջերմ պատասխանների համար։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս դերասանուհի Ալինա Արայանն էր։ Շարունակեք հետևել 24-ին, կհանդիպենք։